Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք Սիրիայում վերսկսված մարտական գործողությունների մասին։ Թեման շատ կարևոր է, լուրջ է, մենք ձեր հետ միասին կանխատեսել էինք այսպիսի զարգացում եւ կարծես կարելի արձանագրել արդեն, որ այդ բախումները եւ ուրեմն պատերազմական գործողությունները սկսվեցին հենց քաղաք Հալեպից։ Եվ մենք ձեր հետ միասին այսօր կուսումնասիրենք մանրամասները, թե ինչ է տեղի ունենում, նաև կխոսենք իհարկե իրավիճակի մասին քարտեզի շնորհիվ եւ կարծում եմ դա կլինի շատ օգտակար մեր այսօրվա վերլուծության համար։ Առաջին հերթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, նաև բաժանորդագրվեք, ինչպես նաև նկարագրության միջոցով ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին եւ իմ գործունեությանը։ Անցնենք առաջ։ Եվ առաջերտին պետք է ասեմ, որ մենք ձեր հետ միասին բազում անգամ վերլուծել ենք Սիրիայում իրավիճակը, քարտեզի վրա այդ թվում մենք գիտենք այնտեղ որտեղ ինչ ուժեր են գտնվում այս պահի դրությամբ եւ ով ինչ օրակարգ է աջակցում։ Կարճ իհարկե կասեմ նաեւ, որ Բաշար Ալ-Ասադի իշխանությունը փոխելուց հետո, հեղաշրջում կազմակերպելուց հետո, մարտի 10-ին պայմանագիր է կնքվել կենտրոնական իշխանությունների կողմից եւ Սիրիայի Ահմեդ Ալ-Շարայի, այսինքն Թուրքիայի կողմից աջակցված կենտրոնական նոր իշխանությունների միջև եւ քրդական ավտոնոմ ինքնավար տարածաշրջանի միջև։ Այդ թվում խոսք է գնում այդպես կոչված սիրիական ժողովրդավարական ուժերի մասին, SDF են իրանց կոչում, Syria Democratic Forces, եւ այդ ուժերը իրականում քրդական են, ուղղակի իրանց այդպես են կոչում։ Եվ այդ պահանջով փաստացի քրդերը ուրեմն այդ պայմանագրով քրդերը պահանջում էին, որ ոչ թե սիրիական ժողովրդավարական ուժերը պետք է լուծարվեն, այլ պետք է ինտեգրվեն միասնական բանակ։ Թուրքիան, ինչպես նաև իր հետ կապված այդ իշխանությունը Սիրիայում, նոր իշխանությունը համարում է, որ քրդերի այդպես առանձին գործոն, առանձին մի կառույց պահելու դեպքում սա խնդիր է ներկայացնում, որովհետև ըստ Թուրքիայի SDF-ը, այսինքն Սիրիական ժողովրդավարական ուժերը, Հայաստանի բանվորների կուսակցության մաս է, որը արգելված է Թուրքիայում, եւ ըստ իրանք պատկերացնում են, որ Իսրայելը եւ Թուրքիան ակտիվորեն օգտագործում են քրդական այս կառույցները իրանց սեփական օրակարգի համար։ Պետք է ասել, որ մենք ձեր հետ նաև դա արձանագրել էինք, որ մինչև դեկտեմբերի 31-ը նեին տվել ժամկետ թուրքերը եւ սիրիական այդ պրոթուրքական ուժերը, որ պետք է լուծարեն իրենց կառույցները եւ ինտեգրվեն Սիրիայի բանակ, բայց խոսք էր գնում հենց նրա մասին, որ իրանք պետք է առանձին ինտեգրվեն, այսինքն ինչպես անձնավորություն, այլ ոչ թե ինչպես կուսակցություն կամ կառույց կամ զինված այդպիսի ուժեր։ Եվ Անկարան սրա մասին բացահայտ խոսում է, որովհետև կարելի ասել, որ հենց Անկարան է այս գործընթացը տանում առաջ։ Անկարայի համար է այս հարցը կարևոր։ Պետք է ասել, որ սիրիական ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդին այս տարվա հունվարի 4-ին անցկացրել է բանակցությունների եւս մեկ փուլ եւ Դամասկոսում, մայրաքաղաքում, եւ պետական ԶԼՄ-ները Սիրիայի արձանագրել են, որ որևէ ուրեմն շոշափելի արդյունք չկա։ Եվ հաշվի առնելով, որ ավարտվել են արդեն այդ ժամկետները, ապա մենք ձեր հետ միասին կանխատեսել էինք, որ մոտակա շաբաթների ընթացքում, մի քանի շաբաթ առաջ էինք կանխատեսել, կսկսվեն ռազմական գործողությունները եւ արդեն պետք է արձանագրեն, որ այդ ռազմական գործողությունները սկսվել են։ Դամասկոսում այդ արդյունքը, որ չկա, ակնհայտ է, որովհետև քրդերի համար պահանջը ներկայացված շատ բարդ է իրականացնել, իսկ թուրքերը եւ սիրիացիք փաստացի չեն պատրաստվում, որ քրդերը որևէ այդտեղ ինքնավարություն, այդ թվում սեփական զինված ուժեր ունենան։ Թուրքական կողմը ակնհայտորեն ճնշումներ է շարունակում եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հակամ Ֆիդանը դեկտեմբերի վերջերին հայտարարել էր, որ եթե սիրիական ժողովրդավարական ուժերը, այսինքն քրդերը չկատարեն իրենց պահանջները, ապա այդ դեպքում ուրեմն կլինի ռազմական գործողություններ եւ
ուրիշ տարբերակ բացի լուծարել սիրիական ժողովրդավարական ուժերը եւ իր հրամանատարությունը նաեւ լուծարել չկա, որովհետեւ սա ստեղծում է վտանգներ Թուրքիայի համար։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հունվարի սկզբին, այսինքն մի քանի օր առաջ, հայտարարություն է արել եւ պահանջել է, որ բոլոր քրդական խմբավորումները Սիրիայում ուրեմն զենքը զինաթափվեն եւ սրա հետևանքով ուրեմն հարցը կլուծվի։ Եթե դա չանեն, ապա կլինի ռազմական գործողություններ։ Եվ արդեն ձեր հետ միասին մենք պետք է սկսենք արդեն խոսել ռազմական գործողությունների մասին։ Եվ հունվարի 4-ին, երբ բանակցությունները արդյունք չտվեցին, ապա հունվարի 5-ին սկսվեց առաջի այդպիսի ռազմական գործողությունները։ Իսկ կոնկրետ որ ասեմ, ըստ սիրիական աղբյուրների, ինչը շատ հետաքրքիր է, պետական աղբյուրները տարածել են տեղեկատվություն, որ սիրիական ժողովրդավարական ուժերը, այսինքն քրդերը, կարճ ասած, այսուհետև կարճ կասել, քրդերը հարվածներ են հասցրել ԱԹՍ-ի միջոցով ռազմական ոստիկանության ուղղությամբ Սիրիայի դեր Խաֆերի շրջանում, Հալեպի ուրեմն հատվածում։ Եվ մենք քարտեզի վրա մի փոքր ուշ ձեր հետ միասին կդիտենք այս ամեն ինչը եւ պարզ կլինի, բայց միջև այդ ուզում եմ մանրամասն ներկայացնեմ բովանդակությունը, որը ես ձեր համար պատրաստել եմ նախորդ։ Եվ սիրիական իշխանությունները հայտարարել են, որ 3 զինծառայող է տուժել, որի հետևանքով ըստ պաշտոնական պետական մամուլի սիրիական ուժերը բացել են պատասխան ճակերտներում, իրանց խոսքերն են, հրետանու գործողություններ քրդական ուժերի դեմ։ Քրդերը շատ հետաքրքիր է, որ միանգամից հերքեցին այս տեղեկատվությունը եւ ասացին, որ այսպիսի բան տեղի չի ունեցել, իրանք առաջինը հարված չեն հասցրել։ Ես նաեւ անկեղծ կասեմ, որ իմ վերլուծությունը ցույց է տալի, որ որևէ այսպես ասենք մոտիվացիա, ցանկություն քրդերը, որ առաջինը հարված հասցնեն, այն իրավիճակում, երբ իրենց սպառնում են պատերազմով, որը իրենց ձեռ չի տալիս, տրամաբանական չէ։ Հիշում եք, Ղարաբաղում նաև այդպիսի ժամանակ էր եղել, երբ Ադրբեջանը շատ անգամ, այդ թվում 20 թվականի պատերազմի դեպքում էլ 23 թվականի գործողությունների դեպքում էլ ասում էր, որ իրականում հայկական կողմն է առաջինը սկսվել։ Եվ դա հետաքրքիր մոտեցում է, որը Թուրքիան եւ Ադրբեջանը, թուրքերը ակտիվ օգտագործում են։ Իրանք կարող է անեն, մեղադրեն քեզ, որ դու ես սկսել եւ օգտագործեն դա ինչպես ուղղակի այսպիսի թեզ, պատրվակ։ Եվ պետք է արձանագրել, որ քրդերը միանգամից հայտարարեցին, որ իրականում այս հարվածները առաջինը սկսել են սիրիական ուժերը, ավելին ասեն, Ալ-Ամշատ եւ Ալ-Խամզատ խմբավորումները եւ կրակել են ուրեմն հասարակ քաղաքացիների տների ուղղությամբ հրետանու միջոցով Հալեպի շրջանի արևելյան հատվածում, որը մենք քարտեզի վրա ձեր հետ կդիտենք։ Եվ սիրիական ժողովրդավարական ուժերը, քրդերը հայտարարել են, որ ունեն իրավունք պաշտպանել իրենց եւ բնակչություն, այսինքն պատասխանելու են այս հարվածներին իրենց կողմից։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ակնհայտ արդեն իրավիճակ է ստեղծվել, հա։ Հասկանալի է ով է սկսել, իմ պատկերացումով ակնհայտ է, բայց մեղադրում են քրդերին, քրդերը հարվածի տակ են հայտնվել եւ իհարկե ասում են, որ պատասխանելու են, որովհետեւ առանց պատասխան չեն կարող թողնել եւ որ իրենց քաղաքացիները, բնակչությունը հարվածի տակ հայտնվի եւ հեսա քեզ արդեն պատճառ պատերազմ սկսելու լայնածավալ։ Իսկ ով է սպառնում պատերազմ սկսելով Թուրքիան։ Հունվարի 6-ին, 3 այսինքն, արդեն առավոտվանից իշխանական ուժերը եւ քրդական ուժերը շատ լուրջ ուրեմն հակամարտության մեջ մտան հենց Հալեպում, ներսում քաղաքի, այդ թվում Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիա, Բանի Զայիդ շրջանների Հալեպի։ Քրդերը հայտարարեցին, որ իրականում այս գործողությունները սկսել են իշխանական ուժերը
ԱԹՍ-ի միջոցով հարված հասցնելու հետևանքով Շեյխ Մաքսուդի շրջանում, որտեղ որ սպանել են քաղաքացու, դրանից հետո բացել են հրթիռային ուշադրություն քաղաքում եւ ուրեմն հրետանու կրակ քաղաքում եւ օգտագործել են ինչպես սնայպերներին, այդպես էլ դիպուկահարներին, այդպես էլ ԱԹՍ-ներ հեծ քաղաքում, որի հետևանքով ընդհանուր առումով 3 քաղաքացի է մահացել, 2 կին այդտեղից եւ տասնյակ քաղաքացիներ ուրեմն տուժել են։ Հունվարի 6-ի, այսինքն 3 երեկոյան իշխանական անվտանգային ուժերը նաև շարունակել են իրենց գործունեությունը եւ քրդական ուժերը տարածում են տեղեկատվություն, որ ակնհայտորեն արդեն կարող են հաստատել 3 մարդու սպանություն, 26 հոգու ուրեմն տուժած լինելու հարց։ Եվ իրանք նաև հետաքրքիր է, որ ասում են, որ գրադ եւ կատյուշա համակարգներից են բացում կրակ իշխանական ուժերը քաղաքի այդ շրջանի ուղղությամբ հենց Հալեպում։ Եվ հարվածի տակ են հայտնվել նաև տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Բացի դրանից, քրդական ուժերը հայտարարում են, որ 5 անգամ կանխել են փորձ իշխանական ուրեմն կառույցների զինված ուժերի կողմից ներխուժել Հալեպի այն հատվածը, Շեյխ Մասուդի հատվածը, որը գտնվում է վերահսկողության տակ ուրեմն քրդական ուժերի։ Իշխանություններին ինչ վերաբերվում է, ապա իշխանությունները պնդում են, որ իրականում այս հարձակումները սկսել են քրդերը, որի հետևանքով զոհվել է 1 զինծառայող իշխանության կողմից։ Նաև կենտրոնական իշխանությունը հայտարարություն է տարածում, որ փաստացի սրանով ստացվում է, որ սիրիական ժողովրդավարական ուժերը, այսինքն քրդերը մարտի 10-ի այդ 2025 թվականի հայտարարությունը, համաձայնագիրը չեղարկում են, չեն պահպանում եւ ուստի պետական բոլոր մարմինները հայտարարում են, որ իշխանությունները պետք է գործողություններ վարեն այդ ուղղությունով։ Եվ ըստ այդ պետական ԶԼՄ-ների իշխանությունները հրետանու կրակ են վարում, ի պատասխան գործողություններ են ընդհանուր առումով վարում այդ ուղղությունով։ Կարելի է ասել, որ Reuters-ի եւ Associated Press-ի տվյալներով մոտավորապես իրականում մինչև 10 մարդ է այս պահին զոհված, 2 կողմից էլ հակամարտության։ Բացի դրանից պետք է ասել, որ այս պահի դրությամբ թռիչքները բոլոր ուրեմն չեղարկել են Հալեպում, Հալեպի միջազգային օդանավակայանը չի աշխատում եւ Հալեպի ուրեմն մարզպետը հրաման է տվել, որ բոլոր դպրոցները եւ ուսումնական բոլոր վայրերը փակեն եւ նաեւ կարելի է ասել, որ աշխատանքները կասեցված են բոլոր ուղղությունով եւ ռազմական, այսպես ասած, դրություն է հիմա Հալեպի շրջանում։ Ինչ վերաբերվում է արդեն հունվարի 7-ի, այսինքն այսօրվա դրությամբ իրավիճակի, ապա մենք տեսնում ենք, որ տարբեր մարդասիրական կառույցները միջազգային սկսում են պահանջել, որ քրդական շրջանների բլոկադան, շրջափակումը մեզ լավ ծանոթ, ուրեմն չեղարկեն այս ուժերը իշխանական եւ միևնույն ժամանակ խոսում են արդեն զոհվածների եւ տուժածների մասին եւ նրա մասին, որ հրետանու կրակի հետևանքով քաղաքացիական ուրեմն բնակչությունը ակտիվորեն փորձում է լքել այդ շրջանները։ Բացի դրանից պետք է ասել, որ Աֆրինը լքած բնակչությունը, որոնք այդտեղ են գտնվում, Քամիշլիում մենք գտնվում, իրանք ցույց կազմակերպեցին եւ Քամիշլին մենք նաեւ կցույց տամ ձեզ քարտեզի վրա կարևոր կենտրոն է մնում իրականում ընդհանուր առումով այդ սիրիական ուժերի։ Զուգահեռ դրա ցույցի մասնակիցները պահանջում են, որ կատարվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև 2254, որը վերաբերվում է մարտի 10-ի այդ համաձայնագրերի
ուրեմն կատարումին եւ այդ թվում ներառում է փախստականների վերադարձ Աֆրինից, Ռաս Էլ Այնից եւ Տել Աբյադից, այն շրջաններից, որը Թուրքիան գրավել է փաստացի Սիրիայում, քրդերի վերադարձը այդ տարածքներ։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ քրդերը հիմա հասկանում են, որ այս գործողությունները ուղղված են հենց Հալեպի ուղղությունով, կարելի ասել, վերահսկողությունը հաստատելու քրդական վերահսկողությունի ներքո գտնվող տարածքների վրա, մյուս կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու կենտրոնական քրդական ուժերի ուղղությամբ։ Եվ քրդերը կարելի ասել, որ շարունակում են պնդել, որ իրանք ուզում են ինտեգրվել այդ ուժերի մեջ, բայց ոչ թե կազմալուծելով ամբողջությամբ իրենց այդ հնարավորությունները։ Եվ ընդհանուր առումով մենք ձեր հետ միասին հիմա քարտեզի վրա կդիտենք այս իրավիճակը, որովհետև շատ մեծ կարևորություն ունի իմ պատկերացումով հենց քարտեզի վրա հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Եվ այսպես, հարգելի հայրենակիցներ, քարտեզի վրա ձեր հետ միասին մենք հիմա կխոսենք շատ կարևոր հարցի մասին եւ առաջերտին ես ձեզ կներկայացնեմ այստեղ ընդհանուր իրավիճակը։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, երկար ժամանակ է մենք ձեր հետ խոսում ենք սրա մասին, դեղինով այստեղ նշված ամբողջ տարածքը գտնվում է ուրեմն սիրիական ժողովրդավարական ուժերի կամ քրդերի վերահսկողության տակ։ Եվ այդ հատվածը նաև ներառում է, տեսեք, այս կենտրոնական հատվածը, որտեղ որ կա քաղաք Քամիշլին, քաղաք Ալ-Հասական, քաղաք Ռաքքան այստեղ, տեսեք, մեծ քաղաք է Ռաքքան, բայց միևնույն ժամանակ մենք ձեր հետ միասին պետք է հիշենք, որ այս տարածքը այստեղ, տեսնում եք, Թուրքիայի վերահսկողության տակ է, այսինքն Թուրքիան այս տարածքը գրավել է եւ այստեղ գից տեղահանել է Ռաս Ալ Այնը եւ Տել Աբյադը այստեղ են գտնվում, այս երկու քաղաքներն են, ուղղակի այստեղ ուրիշ անվանում է հիմա նշված, բայց այս երկու քաղաքն են Ռաս Ալ Այնը եւ Տել Աբյադը, որտեղից որ փախստականներ կան, ոնց որ մենք ձեր հետ միասին նոր արձանագրեցինք եւ քրդերը պահանջում են, որ այդ փախստականները այս տարածք վերադառնան։ Իրականում Թուրքիան այս տարածքը ձևավորել է եւ այստեղ դուք տեսնում եք մոտավորապես 25 կիլոմետրանոց, ոչ այդքան փոքր, 25 կիլոմետրանոց երկարությամբ շրջան է, բուֆերային տարածք է ձևավորում իր տարածքում ապրող քրդերի եւ Սիրիայի քրդերի միջև։ Այստեղ բնակեցրել է արաբներ։ Երկարությամբ որ վերցնես 140 կիլոմետր է մոտավորապես այս տարածքը։ Հիմա հարցը նրանում է, որ այս ամբողջ հատվածից, որը դուք տեսնում եք, քրդերը նաև գտնվում են հյուսիսում, այսինքն Թուրքիայի այս տարածքում, ուրեմն Դիարբաքիր կամ Տիգրանակերտ, Մալացիան եւ ուրեմն Մարաշը եւ այլն, այս վայրերը, Մուշը մեր համար շատ լավ ծանոթ հայկական պատմական հայրենիքի մաս, եւ այդտեղ մեծամասնությունը հիմա քրդերն են կազմում, այլ ոչ թե թուրքերը, եւ այդ քրդերը, թուրքերը իհարկե նաեւ կան, եւ այդ քրդերը այս տարածքում ներկայացնում են ըստ Թուրքիայի համար սպառնալիք, որ կարող են այստեղ առանձին Քրդաստան սկսել, Քուրդիստան ձևավորել։ Բացի դրանից, այս հյուսիսային հատվածում, որը դուք տեսնում եք Իրաքի, Էրբիլը, Մոսուլը նաեւ Քալարը այստեղ եւ ուրիշ այստեղ քաղաքները, որը կան Դուհոկը, այստեղ բնակեցված են հենց քրդերի կողմից նաեւ եւ Իրանի տարածքի այս հատվածն էլ Ուրմիա լիճի հետ կապված։ Ուստի ձեր հետ միասին մենք շատ լավ արդեն պատկերացնում ենք, հա, Սիրիայի տարածքը, Իրաքի հյուսիսային հատվածը, Իրանի այս փոքր հատվածը, հյուսիս արևմտյան հատվածը եւ Թուրքիայի ուրեմն այս արևելյան, հարավ-արևելյան հատվածը կարելի ասել։ Հիմա հարցը նրանում է, որ քրդերը նայեք ապրում էին Մամբիջում, որը դուք այստեղ տեսնում եք, հարգելի հայրենակիցներ, Մամբիջ հատվածը, եւ նայեք Աֆրինի հատվածը, այստեղ է քաղաք Աֆրինը։ Քրդերը ապրում էին այս երկու հատվածում։ Թուրքերը այստեղ էթնիկ զտում կազմակերպեցին, մտան դեր Աֆրինը գրավեցին, հետո արդեն Մամբիջը գրավեցին։ Եվ հիմա գտնվում են թուրքերը այստեղ աջ ափին Եփրատ գետի, իսկ քրդերը ձախ ափին, բայց հարցը նրանում է, որ այս հատվածում արդեն, ինչպես տեսնում եք, այսինքն Սուվեյդիայի եւ Ալ-Ռաքայից հարավ
որտեղ որ իրանք գետից հյուսիս են գտնվում, տեսնում եք, նույն Ալ-Ռաքան գտնվում է գետի հյուսիսային հատվածում, Եփրատ գետի, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ կա նաև հարավային հատված, որը իրանք վերահսկողության տակ են պահում։ Եթե հետո շարունակում ենք գետով գալ, ապա տեսնում ենք, որ նույն Դեր Զորի հատվածը, մեր համար ծանոթ, ձախ ափին է գտնվում եւ Սիրիայի կենտրոնական ուժերի կողմից վերահսկվող տարածք է, աջ ափին կներեք, իսկ ձախ ափին է հենց քուրդական այս ուժերի վերահսկողությունը։ Այսինքն այս պայի դրությամբ մենք տեսնում ենք, որ վտանգները իրականում վերաբերվում են եւ հիմա արդեն կանցնենք հենց բուն ռազմական գործողություններին, որոնք ընթանում են, տեսնում եք, Հալեպի ուղղությունով եւ ես դրա մասին խոսեցի եւ այս հատվածում այս ամենախորքում գտնվող տարածքում։ Սա տրամաբանական է, հարգելի հայրենակիցներ, եւ մենք ձեր հետ միասին տեսնում ենք եւ հասկանում ենք, որ Հալեպում այս վերահսկողությունը, տեսեք, այս Շեյխ Մասուդ շրջանի եւ ես այստեղ նաեւ նշեցի մի քանի եւս անվանում միջև շրջանների, թե որ շրջաններն են վերահսկում քրդերը քաղաքում եւ տեսնում եք քարտեզի վրա, հարգելի հայրենակիցներ, այդ շրջանը։ Եվ հիմա կենտրոնական ուժերի համար կեսական է դառնում, որ այս վերահսկողությունը այստեղ ավարտվի։ Ուստի տրամաբանական է, որ ռազմական գործողությունները սկսվել է հենց Հալեպից։ Մենք սրա մասին նաև խոսել էինք, որովհետև իրանք ուզում են իհարկե Հալեպում վերահսկողությունը վերադարձնել, բայց միևնույն ժամանակ առաջինը, որը պետք է գրավեն, իհարկե հասկանալի է, որ այս քաղաքն է, Դեյր Հաֆիրն է, որը պետք է կենտրոնական ուժերը գրավեն։ Տեսեք, Դեյր Հաֆիրը գրավելուց հետո արդեն իրանք դուրս են գալի դեպի այս ռազմական օդանավակայան եւ մոտենում են մյուս խոշոր քաղաքին Մասկանային։ Մասկանան գրավելուց հետո արդեն հնարավոր է, որ իրանք նաեւ այստեղ հարավից գործողությունների շնորհիվ այս հատվածը գրավելուց հետո մոտիկանան արդեն Ալ-Հաֆրա քաղաքին, որը աջ ափում է գտնվում եւ ամենահետաքրքիրը, որ եթե ուրիշ տեղերում կամուրջներ է, ապա այստեղ հիդրոէլեկտրոկայան է, ոչ թե կամուրջ, եւ քանդել այդ կամուրջը, այսինքն հիդրոէլեկտրոկայանը չի ստացվի։ Ուստի այստեղից անցնել նաեւ դեպի ձախ ափ եւ մոտենալ Ալ-Ռաքային այս հատվածից շատ կարևոր ռազմական առումով օրակարգ կարող լինի, որովհետեւ այս հատվածում Մանբիջից մենք ինչքանով գիտենք, անցը դեպի այս ձախ ափ բարդ է, տարբեր պատճառներով այստեղ կամուրջները հեշտ է նաև պայթեցնել, երկու կամուրջ կա այստեղ այս հատվածում, մեկը Մանբիջն է կապում, այս հատվածի մյուսն էլ է Մանբիջը կապում դեպի հարավ, տեսնում եք, երկու այդպիսի կամուրջ։ Հիմա հաշվի առնելով դա, հարգելի հայրենակիցներ, իհարկե թուրքերը այստեղից կարող են Այն Իսայի եւ Տել Տամրի ուղղությունով հարձակումներ շարունակել։ Տել Տամրի ուղղությունը Ալ-Հասակայի ուղղությամբ իհարկե կարա շարունակվի եւ Ալ-Հասակայում ռուսները կային, բայց ռուսները չկան էլ, լքել են։ Հիմա ամերիկացիքն են ներկա, բայց ամերիկացիք իհարկե պարտականություններ չեն վերցրել քրդերի առջև, որովհետև քրդերը պետություն չեն։ Ուստի մենք հիմա եւս մեկ անգամ ձեր հետ միասին հասկանում ենք ինչքան կարեւոր եւ լավ է, որ մենք ունենք սեփական պետություն, որովհետև միակ երաշխիքը անվտանգության հենց պետություն ունենալն է, այլ ոչ թե զուտ տարածք ունենալը կամ ժողովուրդ այդտեղ որ բնակվի, քրդերը այդ իրավիճակը ունեն։ Ալ-Քամիշլին ուրեմն սահմանին վրա է գտնվում եւ խնդրահարույց այդ ուղղությունով տարածք է, իսկ Դեր Զորի հատվածից նաև այստեղ հնարավոր է, որ իրանք կարողանան անցնել նաև գետը, այս հատվածում այստեղ բնակավայրերը շատ քիչ են։ Եվ հիմա հարգելի հայրենակիցներ, ձեր հետ միասին մենք արձանագրում ենք, որ մարտերը տեղի են ունենում հենց Հալեպում, եւ տեսեք, այստեղ է հարված տեղի ունեցել եւ այստեղից են հարվածում ուրեմն սիրիական ուժերը քրդերին այստեղ։ Տեսնում եք ինչպիսի հարվածներ են տեղի ունեցել, հա, եւ ձեր հետ միասին այստեղ նաեւ կարող ենք տեսնել, որ օդանավակայանը փակ է, ինչպես ես ձեզ ասացի, բացի դրանից զուգահեռ դրա մենք այստեղ տեսնում ենք, որ քրդական ուժերը քննադատում են այս գործողությունները, հրետանին ակտիվորեն հարվածում է քաղաքի այս հատվածներին, տեսնում եք,
Զուգահեռ դրա մենք կարող ենք ձեր հետ դիտել այդ հարվածները։ Чья, чего было, ЧССР, чего? Տեսնում եք ինչպիսի այդտեղ իրավիճակ է, այստեղ զոհվածների մասին է տեղեկատվություն եւ նաեւ այստեղ կա տեղեկատվություն, որը ուզում եմ ցույց տամ ձեզ։ Սա քրդական ուժերն են, որոնք շարժվում են դեպի մարտեր։ Դեպի ճակատ էին շարժվում այս քրդական ուժերը եւ փողոցային, քաղաքային մարտեր են այս պահին տեղի ունենում։ Միացյալ Նահանգների արտաքին սենատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել, որ երկու կողմն էլ դադարի ուրեմն այս հարվածները եւ իրավիճակը Հալեպի Շեյխ Մասուդի ուղղությունով, որովհետև սա կարա իսլամական պետություն տերորիստական խմբավորման համար օգտակար լինի։ Եվ իհարկե մենք հասկանում ենք, որ Թուրքիան չի համաձայնվի այդ կոչերի վրա։ Ընդհանուր առումով վերջի տվյալներով 2 ժամ առաջվա քրդերը հայտարարում են, որ 6 սպանված մարդ կա եւ 43 տուժած մարդ այս պահի դրությամբ եւ ընդհանուր առումով տեսանք արդեն ինչպիսի իրավիճակ է Հալեպի ուղղությունով։ Ասեմ ձեզ, որ հայկական համայնքը Հալեպում նաեւ հայտարարություն է արել, որ հայերը զգուշ լինեն, Հալեպում չշարժվեն այդ շրջաններ, որտեղ որ կարան մարտերի զո դառնալ։ Բացի դրանից այս ուղղությամբ մենք տեսնում ենք, որ ճանապարհը փակել են 2 օր առաջ Հալեպ-Ռաքքա ճանապարհը փակել է սիրիական ուժերը իբրև ի պատասխան քրդերի կողմից կրակ բացելուն։ Զուգահեռ դրա այստեղ իրականում տեսնում ենք, որ այդպիսի ուրեմն գործողությունների մասին խոսք է գնում, որ այստեղ էլ են մարտեր տեղի ունենում, բայց շատ ավելի թեթև եւ այս ուղղությունով էր, որտեղ որ առաջինը սկսվեց մարտերը եւ քրդերը ասում են, որ պաշտպանելու են բնակչությանը այստեղ։ Փաստացի ձեր հետ միասին արդեն հասկացանք, որ ինչ են ուզում անել հիմա թուրքերը։ Ուզում են Հալեպի այս շրջանը վերցնել վերահսկողության տակ, հետո արդեն շարժվել հարավով գրավել այս հատվածները։ Ակնհայտ է սցենարը եւ ես կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կտեսնենք այսպիսի զարգացումը այստեղ, հատկապես որ Թուրքիան բացահայտ սրանում հետաքրքրված է։ Հիմա ձեր հետ միասին մենք խոսենք նաեւ հավանական սցենարների մասին։ Հավանական սցենարներն են։ Առաջինը, որ քրդերը կարող է համաձայնվեն մարտի 10-ի այդ պայմանավորվածությունները, որ իրականացվեն, ինչը նշանակում է, որ համաձայնվեն կազմալուծել իրենց կազմը, սա կարող է տեղի ունենալ, եթե ճնշումները արդեն շատ լուրջ լինեն եւ ուրիշ այլընտրանք չունեն, բայց այս պայդրությամբ այդ ուղղությունով չեն շարժվում, ուրեմն եւ քիչ է հավանականությունը այս սցենարի այդ ուղղությունով քրդերը չեն ուրեմն շարժվում։ Ինչ վերաբերվում է երկրորդ սցենարին, ապա դա մարտերի ակտիվ շարունակությունն է եւ այդ դեպքում կարելի ասել, որ երկար ժամանակահատվածում կարող է իրականում պատերազմ լինի, եթե միայն սիրիական ուժերը եւ քրդական ուժերը մասնակցեն դրանում, կարա լինի լուրջ քանակի զոհեր, տուժածներ եւ այլն, եթե Թուրքիան նաև չմասնակցի այդ ռազմական գործողություններում։ Երրորդ սցենարը ներառում է, որ Թուրքիան նաև սկսում է ռազմական գործողություններ, կարելի ասել, որ Թուրքիան բացահայտ արդեն դրանով սպառնում է, ուստի ասել, որ դրա հավանականությունը ցածր է, չի ստացվի, հաշվի առնելով դա ակնհայտորեն հավանական է, որ Թուրքիան կարա օգնել նաև սիրիական ուժերին եւ միևնույն ժամանակ ծավալեն այդպիսի ռազմական գործողություններ, այդ դեպքում պարտվելը անխուսափելի կլինի քրդական ուժերի համար եւ երևի ստիպված լինեն համաձայնվել առաջի սցենարին,
Տեղում իհարկե կարելի է ասել, որ հումանիտար իրավիճակը շատ բարդանալու է, միջազգային մամուլը կարող է ավելի ակտիվ սկսի եւ կսկսի խոսել այդ հարցի շուրջ, զուգահեռ դրա իսլամական պետություն տերորիստական խմբավորումը կարող է նաեւ ակտիվացնել իր գործողությունները։ Եվ մենք ձեր հետ միասին կանխատեսել էինք սա, նախորդ գիտեինք սա եւ հիմա էլ ավելի հասկանում ենք ինչքան կարեւոր է մեր ձեր հետ միասին վերլուծությունները եւ հասկանում ենք, հարգելի հայրենակիցներ, որ մոտակա շաբաթների ընթացքում, հատկապես երբ աշխարհը զբաղված է Վենեսուելայով, աշխարհը զբաղված է Իրանով, կարծում եմ, որ Թուրքիան եւ Սիրիան կօգտագործեն այս պահը եւ կփորձեն քրդերի հարցը լուծել։ Հենց այսպես, որովհետեւ իրանք քրդական հարց են լուծում ըստ իրենց։ Ինչքանով սա արդյունավետ կլինի, ես արդեն խոսեցի, այստեղ պետք է եւս մեկ բան արձանագրել, որ իհարկե Միացյալ Նահանգների մոտեցումը այստեղ կլինի ամենակարևորը։ Այն, որ ռուսները էլ գործոն չեն, փաստ է, հիմա միակ հնարավորությունը դա Միացյալ Նահանգներն են, տեսնենք ինչպիսի քայլեր կանեն Միացյալ Նահանգները քրդերի հանդեպ, բայց հիշեցնեմ, որ քրդերը պետություն չունեն։ Մենք ունենք պետություն, ուստի մենք կարող ենք Միացյալ Նահանգների հետ ձևավորել այնպիսի հարաբերություններ, որը կապահովի Հայաստանի անվտանգությունը հենց պետական մակարդակով, ուստի ուրախ եւ շնորհակալ լինենք, որ տասնյակ միլիոնանոց քրդերը պետություն չունեն, բայց մենք 3 միլիոն բնակչությունով Հայաստանում ունենք միջազգայինորեն ճանաչված պետություն իր միջազգային սահմաններում, որտեղ որ որևէ մեկը իրավունք չունի գործել մեր պետության դեմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, չենք մոռանում լայքում ենք անպայման վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, կհանդիպենք, ցտեսություն։